Իսրայելական Channel 14 հեռուստաալիքը հայտարարել է, որ Իրանի վրա լայնածավալ հարձակում կարող է սկսվել մոտ ժամանակներս։ Աննախադեպ հարված է սպասվում, որի նմանը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չի եղել, հայտնում է հեռուստաալիքը։ Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին ոչնչություն է անվանել Ռուսաստանի մասին նրա խոսքերի պատճառով։ Քաղաքական գործչի խոսքով Կալասի հակառուսական քաղաքականությունը կարող է հակամարտության հրահրել Ռուսաստանի հետ։ Բոլորի կողմից ճանաչված ոչնչությունը մեզ տանում է Ռուսաստանի հետ պատերազմի, գրել է Ֆիլիպոն։ ՆԱՏՕ-ում դադարեցվել են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վերանայման շուրջ քննարկումները ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների ֆոնին։ Այս մասին հայտնում են ամերիկացի և եվրոպացի դիվանագետները։ Նշվում է, որ Հագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը շրջադարձային կլինի Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողություններով պայմանավորված դրանց սառեցումից հետո։ Այժմ, երբ Միացյալ Նահանգները խաղաղ բանակցություն է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, այդ թեմայով բոլոր քննարկումները դադարեցված են։ Միևնույն ժամանակ Եվրոպայում դեռ չեն հասկանում ինչ է մտածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, ասվում է հոդվածում։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները համաձայն են, որ ավերածությունները պետք է դադարեն։ Հեղուկ բնական գազի ռեկորդային ծավալներ մարտին մուտք են գործել Եվրամիության գազատրանսպորտային համակարգ։ Այս մասին են վկայում Gas Infrastructure Europe-ի տվյալները։ Մարտ ամսվա արդյունքներով բնական գազի հոսքը եվրոպական տերմինալներից դեպի ԵՄ գազատրանսպորտային համակարգ կազմել են մոտ 12.7 միլիարդ խորանարդ մետր, ինչը 17%-ով ավելի է, քան փետրվարին և 19%-ով ավելի է, քան 2024 թվականի մարտին։ Այս թվերը պատմության մեջ ռեկորդային դարձան։ Նախորդ առավելագույնը գրանցվել էր 2023 թվականի մայիսին 12.2 միլիարդ խորանարդ մետր։ Ընդհանուր առմամբ, հունվար-մարտ ամիսներին ԵՄ գազատրանսպորտային համակարգ է մուտք գործել մոտ 34 միլիարդ խորանարդ մետր գազ։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը Ռուսաստանին անվանել է ուղղակի ռազմական սպառնալիք Մեծբալթյան երկրների համար, հայտարարելով, որ այն ձգտում է հպատակեցնել հարևան երկրներին։ Ռուսաստանը երկար տարիներ ուղղակի ռազմական սպառնալիք է Բալթյան երկրների համար, եւ խոսքը ոչ միայն սպառնալիքի մակարդակի մասին է, այլ նաեւ մեր ճկունության եւ զսպման ու պաշտպանության կարողությունների մակարդակի։ Սպառնալիքը բաժանված է կարողությունների եւ մտադրությունների, եւ ես կասկած չունեմ Ռուսաստանի մտադրությունների վրա։ Դրանք առկա են, նրանք ցանկանում են գրավել հարևան երկրները, ասել է Լիտվայի ԱԳՆ ղեկավարը։ Նա կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի հնարավորությունները Բալթյան տարածաշրջանում կավելանան։ Բալթյան երկրները կարող են դառնալ երկար ճակատային գիծ, եւ մենք պետք է ամեն ինչ պլանավորենք, որպեսզի կարողանանք պաշտպանել այն, ասել է Բուդրիսը։